Դերասանուհի Նարեկ Գևորգյանը մի քանի օրով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, ուր մեկնել էր աշխատանքային նպատակով։ Հետդարձի ճանապարհին, սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել։ Երգչուհին հայտնել էր. «Վոլգոգրադից Մոսկվա մենք թռանք 1 ժամ ուշացումով։ Հիմա էլ հայտարարեցին, որ արտակարգ իրավիճակից ելնելով եւս 20 րոպե անիմաստ օդում կպտտվենք, հետո կիջնի ինքնաթիռը։ Ով ինչով կարողացավ, զբաղեցրեց իրեն»։ Նշենք, որ ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Նարեկ Գևորգյանը խոսել էր մի շարք թեմաների մասին, պատմելով նաև իր անցած բարդ ճանապարհից։ Մամաս, պապաս ամեն ինչ անում էին, մամաս անգամ գործում էր, որպեսզի ես սիրուն կոկիկ տեսք ունենամ, եւ պատառոտված բոթացներով միշտ այնպես էի նստում սեղանի մոտ, որ ընկերներս, դասընկերներս չտեսնեն, որովհետեւ իրենք չափազանց ապահովված էին, նշել էր երգչուհին ու հիշել իր առաջին հոնորարը $1000, որը մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու ստացել եւ ինքնաթիռի մեջ այնքան անհամբեր էր, որ հասներ տուն ու դներ սեղանին, որ ողջ թռիչքի ընթացքում եղել է գումարը ձեռքին բռնած։ Ինձ թվում էր ինչ-որ մեկը տանելու է ինձնից այդ գումարը, նշել էր երգչուհին։ Ուզում էի ընտանիքիս ասել, որ քրոջս, եղբորս բերանից կտրելով ինձ տարել են դասերի, այսօր արդեն ես այդքան հոնորար կարողանում եմ վաստակել։ Նարեն խոսել էր նաև Հայ Սուպերսթար նախագծի մասին, որտեղ իր խոսքով կային շատ ապահովված մարդիկ, ովքեր վստահ էին, որ իրենք մինչև վերջ գնալու են, իրենց հայրիկներն ամեն բան անելու են, որպեսզի իրենք հաղթեն։ Երգչուհու խոսքով այդպիսիններն իրեն վերևից էին նայում։ Նարեի խոսքով նախագծին առաջինն էր ձեռնտու իր մրցույթից դուրս գալը, քանի որ հոգում իր կացության հարցը լցնում սառնարանը։ Նարեի խոսքով ինքը դժվար ճանապարհ անցավ, հասավ եզրափակիչ եւ շատ ուրախ է Լուսինե Աղաբեկյանի հաղթանակի համար, քանի որ նա իսկապես արժանի էր։ Նշենք նաեւ, որ վերջին շրջանում Նարեկ Գևորգյանի անվան շուրջ քննարկումները բավականին հաճախակի են դարձել։ Բոլորովին վերջերս էլ մեծ աղմուկ էր բարձրացրել երգչուհու Քամանչա երգի տեսահոլովակը։ Բանն այն է, որ դեռ 2020 թվականին հայ հանրության շրջանում մեծ ոգևորություն առաջացրեց աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագայի հանրահայտ տեսահոլովակը, որտեղ կային Փարաջանովյան ոճի մի շարք դետալներ։ Արդեն 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո լայն արձագանք ստացան եւ մեծ աղմուկ բարձրացրին այն եզրակացությունները, թե տեսահոլովակի սիմվոլիզմն իրականում նշում էր պատերազմական ողբերգական դրությունը, եւ գրեթե նույն իրավիճակում էր հայտնվել Նարեկ Գևորգյանը իր Քամանչա երգի տեսահոլովակի պատճառով։ Իդեպ հոլովակը թողարկվել էր բազմաթիվ քննարկումներից հետո, քանի որ կար վարկած, ըստ որի երգը պատկանում է ոչ թե համշենահայերին, այլ թուրքական ծագում ունի։ Համացանցի օգտատերերից շատերը Նարեին մեղադրել էին սիմվոլիզմի կիրառման մեջ, համարելով այն պատերազմի ազդակ։ Օգտատերերից մեկը օրինակ գրել էր. «Մի ամիս առաջ ես տեսա էս սիմվոլիզմը, գույները ու սարսռացի, մի բան զգացի, էս կլիպը պիտի հետազոտվի լուրջ մասնագետների կողմից, սա ազդակ էր, որ ասվեր, որ Արցախը պիտի սև զինվորները գրավեն, ահա թե ինչ եղավ»։ Երգչուհուն կարծես այս խոսակցությունները հունից անել էին, եւ Նարեն թեմային անդրադառնալով հրապարակումներ էր արել սոցիալական իր էջերում, նշելով. «Ոմանց ֆանտազիաների արդյունքում պատերազմնել եմ ես իմ տեսահոլովակով հրահրել։ Հասկանում եմ, որ մենք բոլորս այս պահին ավերված հոգեբանական ծանր ու անհավասարակշիռ վիճակում ենք գտնվում, բայց սա արդեն մառազմի է վերածվում։ Սրանք գույներ են, որոնք կարելի է հանդիպել ամեն քայլափոխին։ Իսկ ինչ վերաբերում է նախօրոք տրվող ազդակին, կարծում եմ ցանկացած սելթեթևակի կասկածի դեպքում կփորձեինք ամեն բան փոխել, ոչ թե նստել ու սպասել, թե երբ է ամեն բան ավերվելու։ Առավել եւս ամենավերջինը տեսահոլովակով կնախազգուշացնեինք այս ամենի մասին։ Ավելի կարեւոր թեմաներ ունենք առաջիկայում քննարկելու։ Ձեր էներգիան պահեք այդ խնդիրները լուծելու համար»։ Նարեն նաև այդ ընթացքում հրապարակման էր հանդես եկել, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։ Առևանգում սով, լաց, էս ամենն անվերջանալի դժոխքի է նմանվում, քաոս, որ չունի վերջ, գրել էր երգչուհին։ Իսկ ահա իր տարեդարձի օրը արված հրապարակման մեջ նա մասնավորապես նշել էր. «Երբևէ ունեցածս ամենադաժան տարեդարձն է։ Վերջերս ինձ թվում է, թե շատ լավ յուրացրել եմ երջանիկ լինելու բոլոր օրենքները։ Ավաղ, արժեզրկվեցին ու 1 վայրկյանում կոտրվեցին ու անհետացան իմ միամիտ ու հասարակ կյանքի պատկերացումներով ստեղծված երջանիկ լինելու ամեն օրենք ու կանոն։ Այսօր ուզում եմ գոնե չարժեզրկվի մեկը՝ հավերժ շնորհակալ լինելու զգացումը»։
Դեռ չգիտեմ, թե քանի տարեդարձներ կունենամ, բայց այսօր ու այս պահին ունեմ այդ հնարավորությունը քո շնորհիվ, իմ զինվոր, դուք կաք կամ նաև ես, բայց ձեր կյանքի գնով ապրել չեմ ուզում, ցանկությունս մեկն է, ամենաթանկը՝ խաղաղություն։ Նարեկ Գևորգյանի հրապարակումները նույնպես հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Վերջերս շատերը երգչուհուն քննադատում էին գիրանալու համար։ Ի վերջո Նարեն անդրադարձել էր այդ խոսակցություններին և նշել, որ մի երիտասարդ անգամ գրել է, թե ինքը տհաճ է գիրացել։ Երգչուհին ասել էր, որ չի ցանկանում արդարանալ և ասել, որ նկարի ռակուրսից է գերերևում, այլ իսկապես իր քաշից մի քանի ավել կիլոգրամներ է հավաքել, ինչի առթիվ միայն ուրախ է։ Նարեն նշել էր, որ ինքը կշռում է 52 կիլոգրամ և եթե դա համարվում է գեր, ապա այո, ինքը գիրացել է։ Երգչուհին հորդորել էր, որ պետք չէ նմանատիպ թեմաները դարձնել հայոց հարց, քանի որ ավելի լուրջ հարցեր կան, որոնց շուրջ պետք է մտածել։ Իսկ ահա անդրադառնալով իր երաժշտական կարիերային, Նարեն դեռ տարիներ առաջ նշել էր. «Ես բեմում միշտ եղել եմ այնպիսին, ինչպիսին որ ռեալ կյանքում եմ, շատ շուտ հուզվում եմ ամենահասարակ երևույթներից և դա երբեմն շատ է ինձ խանգարում։ Ամենաառաջինը կասեմ, աշխատասեր եմ, շատ մեծ հուզական դաշտ ունեցող մի մարդ եմ, վերջերս նաև լացկան մականունն եմ ձեռք բերել շատ մտերիմներիս շրջապատում։ Երբեք չէի ցանկանա կանգնել այնպիսի խնդրի առաջ, որ ստիպված լինեի հրաժարվել իմ գործից, քանի որ դա իսկապես խնդիր է ինձ համար։ Ես ընտանիքի մարդ եմ, սիրում եմ ընտանիք հասկացողությունը, բայց նաև իմ ընտրած մասնագիտությունն էլ եմ շատ սիրում։ Չէի ցանկանա այս պահին մտածել դրա մասին, միայն այդ մասին մտքերն արդեն ինձ անհանգստություն են պատճառում։ Միշտ երազել եմ Ուիթնի Հյուսթոնի հետ դուետով հանդես գալ, ցավոք սրտի նա այլևս մեզ հետ չէ, և դա մնաց ինձ համար չիրականացած երազանք։ Այս պահին շատ երգիչ երգչուհիներ կան՝ Լիլի Ալոն, Սելա Սյու, Լանա Դել Ռեյ։ Այս երգչուհիներն ինձ համար ունեն հետաքրքիր ու տարբերվող որակ։ Ինձ համար միանշանակ կարևոր է սիրված լինելը։ Շատ արտիստներ ունեն գումար, տաղանդ և հայտնիություն, բայց սիրված չեն։ Այս դեպքում իրենց հայտնիությունը ոչ մեկին պետք չէ։ Երգել եմ Գյումրու Դեղցանիկ խմբում, միշտ կապ ունեմ և միշտ էլ ունենալու եմ, դա այն խումբն է, որտեղ ես տարիներ շարունակ կրթվել եմ որպես երգչուհի ու շնորհակալ եմ այդ խմբին։ Երգչուհին գրեթե չի խոսում անձնական կյանքի մասին, սակայն մի անգամ այդ թեմային անդրադառնալիս նա նշել էր. «Որպես այդպիսին չունեմ, ինձ համար ընդգծված տղամարդու իդեալ, իսկ տղաների անհանգստացումներին նորմալ եմ վերաբերվում։ Ցանկացած իգական սեռի հանրային մարդ պիտի պատրաստ լինի դրան»։